Սկսում ենք գեղեցկությունից, ուռա, շատ սիրուն է, այս անուշ հոտը, երեխեք, բարի օր, ժողովուրդ ջան, երեխեք ջան, բարի օր, ինչ ենք անում, ոնց ենք անում, շուկայից նոր եմ եկել, արդեն ժամը 4-ն է, 4-ն է, սերմեր եմ բերել, դաբավկա, երեք փորեցի, ցույց կտամ, լրիվ փորեցի, ասեցի, որ անցյալ վիդեոյում ասեցի, որ փորել եմ, всё պատրաստել եմ, գարուխ եմ բերել ընդեղ, դապալնիցելնի, համեմի սերմ եմ բերել, դթումի սերմ եմ բերել, ասեցի չստացվեց, չեղավ, մի փուճուր եղավ, փչացավ, ասեց անցյալ տարի բոլորինն էլ այտենց չի եղել, որովհետև անձրևները շատ են եղել, կարկուտներ են եղել եւ այլն, ջարդել է։ Դրա համար չի եղել, տենց մի քանի սերմ եմ բերել, ուրիշ գույնի պետրուշկի սերմ փորձի, ասես լայն տերևներով է, ասի այս տեղականից ցանել եմ, այդ մյուս տեսակից տվեք, այտենց կարող եմ բերել, սարի լոբի եմ ճարել, բերել, առել եմ, այդ մենակ այդ կնոջ մոտը կար, այսա արագի մեջ շուշուտ պիտի ցանենք, հետո կենթաներին կերակրեմ, մի քիչ կերակրեցի, խաբեցի, դե ցերեկը ժամը 3-ին տալիս եմ խոտ կամ ասենք ցորեն կամ տարբեր բաներ տենց տալիս եմ, որ դե դուրս չեն գալիս, բաղջաբան ես եմ խոտը քաղում տալիս իրանցը, դրա համար էլ հələ սետքի մեջ են, ես եմ տալիս այդ ամեն ինչը։ Փիսոն եկավ, ին փիսոն ասի հիշեցի, փիսոին ես ասեցի բանա կերե կատվին, ինքը համ դրսի է, համ ներսի է, ինչա ոնց ես, հլը արի տենամ ոնց ես, արի մուր, հլը արի, ույտեմ հեսա, տխուրա ձենը կտրվել է, փիսոին տարել ենք, պատվաստում ենք արել, ույտեմ պատվաստում ենք արել, վիտամին ենք սրսկել, մազաթափության դեմ ուժեղ մազաթափում, մի քիչ ապասնյագրկում սիրում ենք, ույտեմ սրսկումներ ենք 3 տեսակի արել, բերանի մեջ կրեմ դեղա, նշանակ է, լպստեց, հետո առանք, լավ էլ թանկ էր դեղերը, առանք, ինչի համար, ես ասի տեսել էի դռանդեմը ծիտաբռն է, բերելա դռանդեմը կերելա, ես ասի մանր ոսկորա չքվել ստեղ, ձենը կորելա, խեղճացել էր, ասին քսատկի, առանք զանգեցինք բժիշկին, ասեց շուտ արեք բերեք, առանքը տենց տարանք շուտ, այդ պատվաստումներ սրսկումները բժիշկն արեց, ասեց չէ, ոսկոր չի, ոչ մի բան չի, իրանք իրանցը լվանում են, լպստում են, ինքն էլ մազա թողում, իրանց մազաթափության գարունաժամանակն է, այդ ամբողջը գնաց է մազը կուտակվել է ստեղ իրա, ու ենքանա կխկաց է, որ հանի այդ գունդը ալնում, կխկաց է, հազաց է, որ հանի ինքնուրուն հետ տակ շպրտի դուրս, չի ստացվե, ատենց դեղեր ա տվել, վաղվանից, այսօր ինչ բժիշկ արեց, վաղվանից ես եմ իրա բերանը վիտամիններ, դեղեր լցնելու, այդ լպստրուն 2000 քանիս, այդ լպստրուն կրեմ աղայտի, ասեց տենց նիպրիատնի չի, կտաս պարտադիր լպստի, օրը մի անգամ, ասի լավ, ատենց կատվին էլ առանք են պրոստինով, հին պրոստին ունեի, փաթաթեցի չանգռում էր ինձի, բայց բժիշկն ասում է ես ես կատու, ես ես կենթանի չեմ տեսել, որ այնքան խելացի է, որ բժիշկից չփախավ, խելոք կանգնեց, երևի այնքան տեղնեղ էր, հասկացա, որ բժիշկն է, ասեց այս գլխի մասից սրսկեց, այս վզին, սենց արեց, գլուխը ընդեղ օգնական ուներ, ասեց գլուխը բարձացրի, խելոք գլուխը հանեց վերև, որ դոկտորը սրսկի, հա մուրկա, ուտեմ ես քեզ, անենց մեղք էր, խեղճացել է, ձենը այնքան է քար է, ձենը կտրվել է, հիմա գնանք ձեռնոցները հագնենք, այսօրվա նորությունները, ու արագ գարուխն էլ եմ առել, գարուխն էլ պիտի ցանենք, ուշա, սաղ ցանել են, երեխեք, ինչ ժամանակը չի հերիքում, շուշուտ այս կանանչիները ցանեմ, ու լոբին հիմա չեն ցանում, մայիսին ասեց հարևանուհիս, այս ամեն ինչը կանանչին բանը ցանեմ, կարող է ընթացքում գիտեք ինչ անեմ երեխեք, որ գնամ շուկա մետրով ցելոֆան բերեմ ու ցելոֆանով ծածկեմ, տիպը պառնիկի էֆեկտ ամ էլի, կարող անեմ, կարողա չանեմ, չգիտեմ, всё, սկսենք, ստեղից, մինչև ստեղ մեկ թացա հողը, կանանչին ցանելուց, ես չեմ ջրելու, որովհետև կնեխի սերմը, սենց, ինչից սկսենք, մի ձեռնոցը հանել ենք, այս մեկը չի գրել, չգիտեմ ինչա, համենայն դեպս
դդումը ստե չեմ ցանելու, հաստատ դդումն է էսի, ստեղ չեմ ցանելու, էսի համեմ նա աշկիս, որովհետև շատ եմ, այո, աշկիս չէ, հենց կակրաս համեմ նա, համեմ շատ եմ սիրում երեխեք, շատ եմ օգտագործում, համեմ, ինչը շատ օգտագործում եմ, էդ էլ ցանելու եմ, սենց ցանելով գնանք, չգիտեմ, չղժակ չծիծաղեք հողից, վաբշե ես բան չեմ հասկանում, վсё, ոյ, չթափի, ստեղից արդեն հողով ծածկեմ, սենց հողով ծածկեմ, էլեսիդ հողը չոր է երեխեք, բայց ներսից ճպճպում է հողը, ես գարուխն էլ, հեսա որ ցանենք, չեմ ջրելու, խիտ թոաճի, ոնց ես փիշո, սրսկետ բժիշկը քեզ, հա, բավ սրսկետ, որ լավանա, սիրուն ես, սենց քիփ, անում եմ երեխեք, ես նորից եմ կրկնում, հողից, նոլ, բաբշե նոլ, ենքան որ չեմ է սիրում հողագործությունը, հողը իմը չի, ինչը իմը չի, ես ասենց հավասարացնեմ, վсё, արի, ես չի ծածկվե, կանանչին մեզ պետքա, տիկինին պետքա, տիկին, աղջիկներին, ես այդ բառը ոնց չեմ սիրում երեխեք տիկին բառը, այնով էր ասեց, կինես չգիտես, որը ինչ հա, սենց հարի, բայց կեզով ասեց, որ ես կինեմ, ծիծաղեց, հա, ասեց, ասի հա բա, կաղա գիտես, բանա, այսենց, ես մի ձեռնոց չեմ հակել, որովհետև հարմար չի, բերեմ ես կոմ, ես մեկ խոնավա, սրանով դզենք, լոբի, դու ստեղ ինչ, հա, մեկ էլ երեխեք, մոռացա ասեց, այս սերմը, են որ կատլետի տակը դնում են, մատուցում են, ցեզրի տակը դնում են այդ մարոլ, խուճուճ մարոլ ապրես, խուճուճ մարոլ, դրանից եմ մի պուճուր վերցրե, կանանչը, չգիտեմ, կաճի չի աճի, պրոստը փորձեցի, ոնց էլ լինի, տանտերը ցանած կլինի, օ բայց, այսինց, խիտ արիք, անցյալ տարի վայ կղժայիք ոնց էի ցանե երեխեք, սենց, ոնց էի ցանե, առու էի արե կանանչին, ասին ոչինչ, կարևորը ստառացա է սեղնում, անում ես, համեմը ցանեցի, երեխեք հիմա ասեմ, ես լտեսեք, այս պետրուշկայա, վրեն էլ գրելա, պետրուշկա, այս տեսակի տեղականը ցանել եմ, հիմա այս տեսակին ենք ցանում, ասես լայն տերևներով պետրուշկայա, տեսնենք ինչ կդառնա, տնաս մի բան կծլի, տիրոջ օշնությամբ, ստեղ տակը թրիքա, թորել եմ, հետո երեսը խոտ եմ վառել, այդ վառած խոտ, փետ, այդ մոխիրնա, հələ տենը մեկ իշ թացա, բլակ ապետ, բլակ, օհ, ոտերս, ինչ արեցի, պիտրուշկան, կանանչի պիտի շատ ունենաս, օ ճիշտ եմ ցանում, սխալ եմ ցանում, են որ ասում է, չգիտեմ, բայց դե, են որ ասում է, ինչ կլի, չեմ կարծում, որ ոչ մի բան չի լինի, դեն ասում է, Լուսինե ջան, աշխատի, ես էլ օշնեմ, ինչ ցանես, այն էլ կհնձես, ցալաֆոնը,
Всё. Այս մասը պետրուշկեն հերիք կանի։ Հաստատ։ Հետո կպտտվեմ այն հողիկումը։ Տենանք։ Տեսնենք։ Այստեղ այսինքն արվի նման եմ անում, որ ես իմանամ քառակուսի, էլի, որ ես իմանամ, որ ցանած է, մինչև դուրս գալը, հələ այսինքն մի պերչատկով եմ, որ չեմ կարողանում երկու պերչատկով սերմը վերցնեմ, ձեռքիցս մեծ է սերմը։ Երեխեք, չեմ հիշում, ես ինչ եմ ուզել։ Հələ նայեք, ես ինչ է։ Չեմ հիշում, ինքն էլ չի գրե։ Այդ կնոջից չի, որ չի գրե։ Այ առուտ չեմ բացի։ Օպայ։ Չեմ հիշում, ես ինչ է։ Չգիտեմ։ Ինչը չգիտեմ։ Այստեղից ես բացենք։ Որդերին անհանգստացնենք։ Ես Սենց տնական բաներ եմ էլի անում, ես ոչնչացնելու համար։ Ինչ կծելի հետո կիմանամ, կամ էլ ես երեխեք, կարող է հարցրեցի, ասի, ես ինչա ասեց բազուկ տվեց, առանց չեմ ուզե, կամ չգիտեմ ինչ եմ ուզե, խառը մեքենան անհարմար տեղ էր կանգնած, արագ են ոնց էս պրծի մոմենտներ, ուտեն չեմ հիշում, ինքն էլ չի գրե, ինչևից է, որ ասում ակը երևա, հա, աչով չեմ կարում գործանեմ, դուք նկատել եք, որ ես ձախով եմ գործանում, նիմանգու աչով չեմ կարում, ինչ եմ ուզե, ես ինչ հա, Սիմբան նա, ես տեղ եմ Սիմբուն, աշկիս կատունա գնաց է դրազնի տանում, ինչ ուզում է հելնի, եմ որ ասմա ինչ չունեք, կծեք հողը պարապ չմնա, հիմա իմնա, ենքում ասում է ինչ եմ ցանելու, այդ ամբողջ ռյադը, պրծա, ցանեցի, ցան քարեցի, եմ որ ասում է, հետո կերևա ինչ ես ցանելու, ինչ ես անելու, դու շատ ես իմանում, մենակ Աստված գիտի, թե դու ինչ ես անելու, Տեր ոյ, ես էլ ժամանակ խլում, տանջանքա, բա երեխեք, հələ ես եմ սենց խոսում, բա են, որ մեծ բաներ են անում, արտեր, ցանում, էսա հարանքն ամնում, չասեցի լիքը սերմ կա ես, որ ինքը թուղթը կուլոկ անում, լիքը ստեղ սերմ կա, շո, բացեցինք, էլի կա, շո, սենք մի կոմ, արեք ստեղ մի հատ դզեմ, այստեղ շատ եղավ, սենց, Էս հասկացանք, արեցինք, բա էս իչը հարցրեցի, էս ոնց եմ ցանելու, կանանչու պես, սենց հավասարացնեմ հողը, մերս տենակ ասի, վայ, մերդ քորնա, բայց կգակ ասի, ու ես ինչ անուշ հոտ ագալի բալես, կաղեմ տանեմ, բա, համ ասմա մերդ քորնա, մի տանջի քեզի, քեզ պետ չի, համ էլ բան անում, զանգում սենց անում, մորան մայլ ինչ ասեմ, մեկ ես զանգում սենց անում, բալես շատ է շե, կանանչի ցան է, որ գամ տանեմ, քո բաղջի կանանչիներից ուժեղ անուշ հոտ ագալի, ասի տիկին, սեդա, ենով էր ընձի ասում, մի ցանի, մի տանջվի, բա, երեխեք, ես էլ էդ բաննա, սալաթի, երևի կանանչու պես պտի ցանեմ, հա, բարակ, ասա ոնց գիտես երեխեքը, հա Լուսինե ջան, ոնց գիտես տենց է ցանի, ինչքան քիչ է գալի ձեռքիս մեջ, չի էլ երևում որտեղ եմ ցանել, սև հողի մեջ ինքն է, սև կարիշնևի սերմ, լավ, դարդ ես անում, լուսնյակ, դարդ մի արա, դու գնացիր ես կողմ,
մի քիչ, էսի երևի սալատ է, էլի մի քիչ հեռու ցանեմ, հեն ժողովուրդ։ Օպաս։ Ինչ կդառնա։ Всё, այն խուճուճ սալատն էլ, մարոլն էլ կանանչու պես ցանեցի, չգիտեի երեխեք, բայց ով գիտի գրեք, ճիշտ եմ արել թե չէ, կսովորեմ հաջորդ տարի էլ օգտագործեմ, էլի։ Սա հողը մտել է եղունգներից տակը, գնամ լվացվեմ, պերչաթկեկս հագնեմ, հələ ժամը 5-ը չկա, շուտ էլ պրծա, արագ պրծա, մալադեց, ես հպարտանում եմ ինձանով, սենց ապրիլուսին են, չգիտի ոնց է ցանում, բայց դες տառացա է լինում, կարևորը էտա, գրեք ճիշտ եմ ցանում թե չէ երեխեք, գնամ եղունգները, սախ մազերի սկսեցի, գնամ եղունգները ձեռքերս լվանամ, ու գանք գարուխը, արագ ցանենք, մի կիլո էլ գարուխ եմ առել, գարուխի սերմ եմ առել, հայրեն չգիտեմ ինչա, ինչևից է, դուք ինձ հասկանում եք, գարուխներ ցանենք, ուշացրել ենք, արդեն գարուխը վաղուց ուշացրել ենք, այդ ցանեմ ու մի քիչ կհանգստանամ, մի օր երկու օր, ես այդ հողից շուտ եմ հոգնում, երեխեք ում ուտա տենց, ով է տենց հոգնում շուտ, հողագործությունից շուտ եմ հոգնում, երևի կռացած մեջքի վրա, բերանի վրա գործեմ, ինձ թվում է բոլորն են, բայց հələ գրեք, չոքերս էլ է ցավում, ոտերը, այդ կոպիտ հողերի մեջ, ծնկաչոք ցանեցինք, վերջացրեցինք, всё գնամ ձեռքերս լվամ ու գամ գարուխը արագի մեջ ցանեմ։ Всё, գարուխն ցանում, հերթով, կարգով, այս առուչիլնում, ստեղի գյուղացի այն սորացրել, մի շատ լավ հավեսով համով ոտով կին, համալճոճան, ես առաջ թանում էի, ու մտնում էի մեջ քախան էի անում, ասեց քախան չեն անում, բալ ես գարուխը, ասքին, ու քանի մոտիկ ենք, շուշուտ, ցանենք, կենթանների դերակները ժամանակ, ասեն, ես իրանից չի, դες կա, գունդ ունենք քար կա մեջը, նապատքից չես կարա իրաստաս, սենց բարակ եղեսից լեցնում, հետո որ հավասարացնում, դովետ կխակվի, մի հատ եղանել հավասարացնում, հողը քանի մոտիկ այլի կանամ, խոտերը, չորան հողավ, երեսից հողա կպած, թաց, հեսեք հողա, լավ հողա, թացա, երեխեք, մի բան ասեմ, գիրովականում ես եղանակներին, ապրիլին ինչ ցանում են, չեն ջրում, նեխում է սերմը, լրիվ ճպճպում է հողը թացա, որ ջրես վաբշե, ահավորություն, ով որ գիրովականում ապրում է, գիտի, այ դու դուսարի, քիպ սենց գնում է, միշտ սենց եմ ցանում ես, միշտ, 3-4 տարին է ըլնում, ուֆ, ուրանա պատկեմ, աղագին ես տարած կա, եսի, մենա գարուխ չի ծանվելու ստեղ, ես որ թորել եմ, սա խոտերը կպած ատխած հողին, հետա մի հատ արեց տավեց, վրաց չորանալու խոտերը, միշտ տենց հաղեք ես,
Դրա համար չեմ անհանգստանում։ Ես խփում եմ, տարածում եմ, որ հաշերտով, շատ հաշերտով չփակվի գարուխը։ Ո՞ս է։ Որը հելնում է, վերցնում չպտել։ Ձեզ տուրը գալիս է անհարթ է, տեղը հողը բարձրուց հատրա, անհավաց արա գալի, դրա համար անհավաց արել ծանվում է։ Բարդ բան չի, սիրելու վրա է, սովորելու վրա է, այսօր կանգնած սերմ եմ առնում, մի հատ կին ասեց, ես ոչ բան եմ ցանելու, ոչ էլ առողջություն ունեմ, ոչ էլ ներվեր ունեմ, պատկերացրի, որ ինքը հող ունի ու դատարկ է։ Երեխեք, ես ամեն տարի ասում եմ, չեմ ցանելու, էլ բան չեմ ցանելու, նայում եմ հողին, ասում եմ, չէ, սա անհարգալից վերաբերմունք է հողի նկատմամբ։ Ոնց կարաս դու հող ունենաս ու չցանես։ Ես տենց եմ մտածում, միգուցե սխալ եմ մտածում, չեմ կարող ասեմ։ Այսօր էս պիտի արանքից հանեմ ու մնացածը մնում է մայիսին։ Մի օր վաղը երևի կհանգստանամ, այսինքն ես հանգիստ չունեմ իմ գործերով, կընկնեմ ու կհելնեմ այս հողը կփորեմ, որը որ ցույց տվեցի, այստեղ շատ եղավ։ Թելակոնը Սիրուն, տղել ես ու հատի կցեմ, այստեղ է ուզում կցեի, մի կես տեղ է ուզում կցեի, երևի ես էլ անեմ, գնամ կերակրեմ մեղքին, թեկուս ու կերակրել եմ, փորը բանը, բայց ստամոքսի մոտը տենակ երեխեք, սենց կախվել է, հավն է որ չաղացավ, խանա, ուսին է ջանել ձվի, ես ինչ երկար թել, սավաշտ ուստեղից, ծասկենք, ամեն տարի սենց ամարտյության ոնց սովորացրել է, սենց է ցանում եմ, հացա է դրա համար եմ, սենց տակ հալով, մեջկս, հողը տակը ճպճպում է, տեղ կա գոպիտ է, դարպասի դուրը փակեք, վախ, հաջորդ օրն ապայլու ժողոր ջան, քնած ենք, զանգեցին, հանեցին, տենանք Սիմբան, բժիշկնա, Սիմբայի բժիշկնա, որց եմ բեր է, ուզում են ամուսնացնեն, ասեցի, որ օրնամ է, հիմա տեսնենք կթողի, ոնց որ իրա ցեղից նա չգիտեմ, հետո կիմանամ կասեմ, ես եմ այդ կոֆե խմեմ, արթնանամ, տենանք դուս ինչ ա կատարում,
Չեմ կարող հավերին էլ կերակրեմ, մնացին սոված։ Մի քիչ ուշքի կերակրեմ, մեծ շունը չեմ կարող իջնեմ։ Ախում եմ։ Չնայած եկավ մտավ տուն խժացի, տերը եկավ մտավ հանեց, խելոք լսում ա։ Դե որ քոնը չի, անծանոթ շունը վախում ես մեծա։ Այդ ժողովրդին կոֆեմ ուզում դնեմ, կամպոտ բերեմ բացեմ, ուրասիրություն անեմ, ինչև շներն իրար հետ ծանոթանան։ Սիմբան քրքրում ա, չի թողում մոտիկանա, ասում եմ այ դաստիարակած դա, խնդում են։ Դրա քիչ կդառնա վերջում երեխեք ջան։ Հարցրեցի փեսացուն մաքուր գամփռա։ Դե մերը իրա պապան գամփռա մերը կանգալա Սիմբայի պապան կանգալա չեմպիոն։ Մերը գամփռա։ Մերը տենցա, բայց այս որցը որ բերելա բժիշկը իրա Սիմբայի մաքուր գամփռա, զտարյուն գամփռա։ Փեսացուն։ Արի կոֆե խմենք երեխեք ջան, աշկերես չի բացում։ Ինչ եղավ վերջը, ինչ եղավ, ոչ մի բան չեղավ։ Սիմբան չթողեց իրան մոտի գա, դոկտորն ասեց 10 օր ուշացրել եք։ 10 օր ուշացրել ենք։ Հենց որ դրա համար չթողեց, հետո էլ անծանոթ էր, դա ծանոթացան շները իրար հետ, շունը Երևանից էր եկել, այնքան էլ լավն էր, խելոք, սենց Արջուկ էր անունը։ Վերջը ծանոթացան, ասեց օգոստոսի 15-ին կզանգեք, նորից կգանք։ Ատենց, вообще ни в какую, չթողեց Սիմբան։ Մեր աղջիկը միանգամից հա չի ասում։ Հենց որ էլ ատենց Հելել եմ հավերին խոտ քաղեմ, տանեմ լցեմ դեմները, ճագարներին խոտ դնեմ, ենքան մեծ էր, վախում էի դուրս գայի, խեղճերը մի ձև պահեցին, դուրս եկա հավերը վախից մտել էին, երկու շունու հաչում են։ Վերջը, էտա հավերին մի ձև պահեցին, կերակրեցի, կերը իրանց լցրի, հիմա էլ ուզում եմ խոտ տամ սաղին, ճագարներին բանին։ Ճագարասի իշ ես ասեմ երեխեք։ Նայեք բարձրությունը, կռիսը բացարձակ կապ չունի։ Այս փակել եմ ինչի համար, որ տակը կռիսի դեղեր կա, հանկարծ կատուն չգա, չմտնի, չիմանա, կերա չուտի չթունավորվի։ Կռիսի դեղերա, դաժե եղելա որ լնայեք այդ կապուտ պադուշկեքն եմ դրել, ոնց կա կռիս չկա։ Ոնց դրածա տենց դրածա, մի երկու անգամ էլ դրել եմ, անձրև եկել է կամ չի շկարել են, հալվե տենց հանե շպրտել եմ։ Էսի սենց։ Տենում եք ինչքան բարձր է գետնից, իրանց վանդակները շատ բարձր տեղում է գտնվում, ատպադա է ձեր այդ վերսիաները երեխեք ջան, որ գրում եք, լրիվ ատպադա է, չի համապատասխանում իրականության հետ։ Արևը ընկնում է վրես։ Դոկտորին ասեցի, ասեց կապ չունի, այտենց լինում է, մայրերից է կախված, կա լավ մայրեր, որ միանգամից ընդունում են, իսկ իրանց առաջինն է, ոչ մեկին մի լսի, ոչ շանն ես կպե, ոչ կատուն ես կպե, եթե ինքը խեղտել ունի, դոկտորն ասեց ինքը խեղտում է, լինում է տենց, ասի չեմ ուզում շանս տամ, ասեց չէ տուր, շանս տուր, չեն անի, այս անգամ վաբշե չկպնես իրանց ձակերին, իրանցը կերակրի դուրը փակի, ասես սենց, ասեց լինում է, քեզանից չի կախված, դու ոչ մի բան չես արել, մայրերից է կախված, լինում է տենց դեպքեր, ինչ հարցեր ունես նորից գցի ворցի, ինչ հարցեր ունես զանգի ինձ, դոկտորն ասեց, կենթանիների դոկտորը։ Էս էլ ասենց երեխեք ջան, ձեր սաղ գրած վերսիաները ատպադա այդ ուղակի իրանք առաջի ծիննա, տենց են մայրերը, արդեն երկրորդ երրորդ անգամ ասեց իրանցը ճանաչեցիր, всё, ձեռ չես տա, մինչև իրանք արդեն ադապտացվեն, հա, սենց, որ արդեն մայր են լինելու սենց էլի, նենց որ ես ոչ մի բան չեմ արել, իրանք են տենց։ Էդ էլ տենց ասում ա, որ դու կպել ես, առանց իմանալու իմացել ես, որ քո առաջվա մամաների նման է, կպել ես հանգիստ, այս անգամ արդեն իրանցը իմացար, որ իրանք չեն սիրում, որ կպնես իրա ձակերին, չկպնես իրա ձակերին։ Ասի եղավ դոկտոր ջան, ասեց հարցեր ունես կզանգես, անպայման ասի եղավ դոկտոր ջան։ Всё, այսքանը։ Փեսացուն դուրը չեկավ գոնջի, մամանուտը քեզի, մամանուտը քեզի։ Ոչ մեր պասպորտ չունի, ով պասպորտ չունի, ոչ պասպորտ չունի։ Ուտի մաման։ Ինձի թողում ես կպնեմ, բա քո փեսացուն խիչ թողեց, իրա լարի աչքի ցրքը։
Ուй, նստի, թաթես տալի, դուր թաթետ, ապրես, օպրիմ աղջիկը, ուխ, մամայի կյանք։ Ասա մինչև ստե, այդ կարմիր բողկել ցանեցի, սաղ ցանեցի, այս թումբերը, որ կա շուտ վարունգ էի ցանել, որոշել եմ, երեխեք ջան, ինչ կասեք, սենց պուճուր կարճ մասա մնացեին կոմը, սոխ եմ ուզում տնկեմ, գլուխ սոխ, թե չէ նենց ուտելու մանր սոխ ստե ցանել եմ, սաղ ստե ցանածա, աստեղից պրծանք, չպրծանք, մինչև վերջ, այսքան տեղը, բարակ երկարության մասա մնացե, ատել սոխ եմ որոշե ցանեմ, այս իմ համար շատ դժվար կլնի, այսօր կամանց վստահարեմ, ճիշտա հավես չունեմ, երևի գերհոգնածությունա, բայց դե, պտի անեմ, անող չունեմ, ես էլ է սենց, Էսի պատրաստա, որոշել եմ ստե շարունակությունը թեմոյից սետ կազակաստամ, որ լոբիները բարձրանան, սարի լոբի ցույց տվեցի, սարի լոբի եմ առել, ինչքան այդ առածս կցանեմ, թեմոյից էլ զակազ եմ տվեց սետկաները, որ լոբին փաթաթվում բարձանում է, զակազ եմ տալու կներեք, այսքանը այն վերջից, մինչև այսքանը գարուխը ցանածա, всё, պրծանք, աստե պրծանք, ես քամին, ես ին որ դերանքից, այդ շները բերում են, որ դերանքից բան ալնում, ցելաֆոնա գալի, եթե 20-23-ից հաշվեմ, 8-րդ օրնա, եթե սուտկով հաշվեմ, 7-րդ օրնա, ստեղ 8-1-ա ցույց տալի օբշի տարածքի ջերմաստիճանը, էս էլ նոր պտտեց, ավտոպավարոտը 2 ժամը 1, մարդուկա ժամը 1-ա, նորմալա, մարդկա 3 ժամը 1, 4 ժամը 1-ա պտտում, էս էլ ձվի վրայա, 37-8, 50 խոնավությունը, ընտիրա, են որ ասում է ճուտիլկով ճուտիլկի ցույց է տալի, եթե ինքը բարձրանում է, տանել չլինեմ, ինքը ինքնուրույն նկատել եմ շատ ուշադիր եմ, ննչի որ ավտոմատա դնում գնում ենք, ինքը ինքնուրույն հովացնում է, իջացնում է, բայց սեravնո աշկս վրեն է, առաջվա ինկուբատորներից ուժեղ ձայն է գալի, բայց սա ձայն չունի, մենակ պտտելուց գրրը սենց կամած, գրր արդեն դու լսում ես, որ ինքը ձուն պտտում է, տեսնենք, ինչ կդառնաք, լի հույս ունեմ կդառնաք, ինչ-որ մի բան, գիտեք խի, սաղ չոտկի գնում է, ինկուբատորս լավ աշխատում է, ակլոններից է կախված, իմ ակլոններից է կախված, որտև իմ ձունը ուրիշներից չեմ առել, կարող է ակլոներս ակտիվ չեն, սենց նայում եմ ակտիվ են, բայց ակտիվ չեն, կերևա, ճուտիկներից կերևա, ակլոները ակտիվ են, թե ակտիվ չեն, հիմա մի հատ բարձացավ 37-9, որտև ստեղ էլ բարձացավ, սա օբշի տարածքն է, ինկուբատորի մեջի, կարևորը ձվին է, մոտավոր, այս դատչիկը պարտադիր է, որ դու հասկանաս ինչ է կատարում ձվի կրճեպի վրա, ընտիրա, նորմալ է, իմ ցուցակը, որ ես կազմել եմ, ընտիրա, մի հատ էս գեղեցկությունը գնահատեք, գնացի եղունգներս, այդ աղջիկը սարքեց մատնահարդարը, երեխեք ջան, ասել եմ չէ, շատ դաստուկնի, մաքուր, հլը տեսեք ինչ աշխատանք է մաքուր, ակուրատնի, ընտիր, գործանում, ախտահանելը ընտիր, մաքուր, ամեն ինչը կոկիկ, նենց որ, ով որ Վանաձորից է ու դաստուկնի, էժան գներով էլ անում է, ով որ Վանաձորից է, Վանաձորում է կարամ այդ աղջկա մատնահարդարի համարը գցեմ, գնաք մոտը ու կտենաք ինչքան գոհ կլինեք, նենց որ գնահատեցիք, անցանք գործի, նոր եմ մտե, շուշուտ հավերին մի քիչ կերկցեմ ու այդ համ խոտ քաղեմ, խոտ էլ կցեմ, մի քիչ նապաստակներին խոտ կցեմ ու ցելաֆոն եմ առել, ուրեմն 1.5 լայնությունը, բոյը երկարությունը 4 մետր վերցրեցի զապասով, պարտադիր պտի ծածկեմ, մարդես որ կարկուտ գա, անցյալ տարվա նման սաղ ցանածներս չփչանա, տենց որոշեցի, տենց եմ անում, մինչև թեմոյից բաներ եմ տեսել զակաստան, որ սենց կեր բաներ գտնեմ, որ մի քիչ բարձր էլի ծածկեմ, այսինքն պառնիկի էֆեկտ տամ, կանանչիների մասին է խոսքը, մենակ կանանչիներ, գարուխը բան չի լինում, նայ, կերը դրան մոտա իրար ուտում են,
տենամ հիմա ինչ սենց թեք ծառի ճյուղեր բան սենց պառնիկի մցնեմ հողի մեջ ցելոֆոնը քաշեմ անձրևա ես իմ կարկուտ չեն տվել անձրև են տվել եթե այսօր չծածկեմ վաղը թող այսօր անձրևը տա մի քիչ խոնավացնի ու կծածկեմ պարտադիր պառնիկի էֆեկտ տամ տեսել եմ ճյուղեր կա որ սենց կեռը բան մի ձև մի բան կանեմ հայացից մի բան կգտնեմ մինչև թեմոից զակազ կտամ թեմոից զակազ եմ տալու արդեն տվել եմ ասել եմ զակազ տուր 3 հատ սարի լոբի պիտի ցանեմ էդ մայիսին ենք ցանելու որ բարձրանա այդ սետկեքա գործած սետկեքա մետրուկես էր ինչ էր չեմ հիշում ասեց ոչինչ 3 հատ ասի ինձ պետք է մետրուկես տենց էր ինձ պետք էլի կամ կարող է 2 մետր երկարությամբ ցանեմ ոչ իմ ասեց զակազ տալուց կզանգեմ ասեմ որ արդեն զակազ եմ տալի կասես էլ ինչ ես ավելացնում ասի եղավ ցանքը ինչ է մանգալի մնաց մայիսին վсё սաղ ցանեցինք սաղ ինչ պետք էր արեցինք մալադեց մեզի ինձի ով որ ցանել է իրան մնաց մայիսին ինչ կցանեմ երևի կգնամ ստեղ վաճառում են իմ ծանոթ Անահիտի տեքոր կնիկը բանա դրել պառնիկ այնտեղ սերմ չեն վաճառում է շիթիլներ են վաճառում տարբեր տեսակի սենց երեխեքիս ասեմ շիթիլ գնայեմ էլի բիբար բան եմ ուզում տեսնենք աղա Բադր ջան բիբար սենց բան ու բայց պետք է ծածկոց լինի նման բաներին տեսնենք հողը վրոջի լավն է սև հող էլ կա խառնած բերած լցած Պրոստը Վանաձորի եղանակն ենցա չես կարա իմանաս ձուն կգա անձրև կգա ամառվա կեսին կարկուտ ուժեղ անցյալ տարի ոչ մեկ ոչ պոպոկ ուներ ոչ բերք ուներ ոչ մի բան չուներ այս տարի ոնց կլինի դրա համար ես այդ ցելոֆոնը առա որ ծածկեմ բան չլինի ցանածս տանջանքս չգնա կորի լիքը կանանչի եմ ցանել այս է սենց խոտը ատպադա է չեմ քաղում ձեռնոցները չգիտեմ քամին երկուսն է դրել էի քամին տարել է չեմ հասկանում ինչով ձեռնոց բերեն այսօր վсё կեր լցրեցի բայց դե իրիկունել եմ էլի լցնելու մի կռուշկա տենց մի կիլո լցրեցի թող բզբզան մեկ էլ իրիկունը 5 կերակրեմ վсё գնամ հարցերին է պատասխանեմ սիրուններիս ու այսօրվա ռոլիկը փակեմ Եթե հաշվեմ 23-րդ օրն էլ եթե հաշվեմ 8-րդ օրն է ինկուբացիան եթե 23-ը չհաշվեմ 24-ից հաշվեմ 7-րդ օրն է պլյուս 5 հատն էլ ամսի 24-ին եմ դրել նենց որ մի օր հետո եմ ինկուբացիան անջատելու ումն էլ զանգել եմ ես էլ եմ դրել կառոպկայի մեջ ոչ ինկուբացիայի 21-րդ օրն է դուրս գալի ումն էլ զանգել եմ պսակ փորփրել եմ էլ սայթ էլ Google-ին եմ հարց տվել էլ չգիտեմ ինչ ճիշտը 20 օրը ծակումը 21-րդ օրից սկսում է վալնան այսինքն ինչա վալնան ճտերի դուրս գալը եթե ճտերը 19-ից են դուրս գալի իրանք ոնց ասած առողջապես ճուտիկներ չեն լինում հենց որ ինչից է դուրս գալի բոլորը միայձայն նույն բանը ինձի պատասխանեցին տաքությունը ջերմաստիճանը որ բարձր է լինում ես կկիսվեմ երեխեք ես հիմա արդեն 7-7 7-8 8-րդ օրն է 37-7 37-8-ի վրա է իմս իսկ սկզբից ասել եմ կիսվել եմ 38-2 2 օր նրանցից մի 5-րդ օրը 38 հետո իջնում է 37-9 ու սենց երեխեք ու կամանց իջացնելու ենք որ ճուտիկները չխեղդվեն ես այդ ցանքը ունեմ մոտավոր ես նայում եմ ինկուբատորին ամեն մեկը պիտի սովորի առաջի կարգը առաջի փորձը պիտի սովորի ինկուբատորի որովհետև ինկուբատորները տարբեր ֆիրմա են ելնում ու ընդ ֆունկցիան լինում է որ մոզգն է կառավարում օրինակ կիմը մոզգը կառավարում է եթե պետք է ալնում ես ասենք կարող քնած ելնեմ չիջացնեմ իմ ինկուբատորի մոզգը իջացնում է Հենց որ այսօր գնացել եմ եղունգներս եկել եմ տեսել եմ 38 էր եկա տեսա որ իջացրել է 37-8-ը իջացրել երբ պետք է ալնում այդ ֆունկցիան ինքը կատարում է ֆիրման ինչ եմ ուզում ասեմ տարբեր ինկուբատորները տարբեր են դուք պետք է ընտելանաք ձեր ինկուբատորին ու կարդաք ինկուբատորը գոնե
38 պիտի պահվի, բայց հետո պիտի իջացվի, որ ճուտիկները մեջը, որ շատն էլ ձուն, ճուտիկները մեջը խեղդված են ելնում, սատկած են ելնում, այսինքն խեղդվում են իրանք տաքությունից։ Վերջում ոնց որ ինչքան հիշում եմ 37-0 всё կայնում ենք ոչ մի բա ու անջատում ենք 19 օրից հետո անջատում ենք ինկուբացիայի պտտելը։ Всё, էլ ոչ պտտում ենք, ոչ ձեռնահարում ենք, ոչ բացում ենք, որ ձուն տարբեր բանով չլինի, ջերմաստիճանով չլինի, նենց որ երեխեք ջան, ուշադիր եղեք ձեր ինկուբատորին։ Եղավ։ Այսպես սենց Google-ն էլ նույն բանը ինձ պատասխանեց, ով որ դնում է 100 տարի հետ էլ ինձ նույնը ես էլ եմ դրել նույն բանը 21-րդ օրը առողջ ճուտիկներ կազմավորված չոտքի դուրս են գալի գարանտիա ուժը 21-րդ օրը կան ձու, որ ասենք հին են ելնում, այդ հին ձուն կա որ մի քիչ ուշ է, կարաք մի օր ուշ անջատեք ճուտիկները, մի օր ոնց որ ուշ են ելնում, այսինքն հին ձվի ճուտիկները մի քիչ կամակորություն են անում, մի քիչ ուշ են ելնում։ Կարող 22 գցեք այդ ձուն զիբիլը, մեկ էլ տնակ ծեծվոցա գալի 22-րդ 22 օր 3-րդ օրն է ճուտիկը դուրս գալի։ Էս էլ է սենց, իսկ թարմը որ դնում ես արդեն նորմալ 20-ը ծագում է, 21-ում հելնում է։ Այս է սենց երեխեք։ Բոլորը մտանք տուն, բոլորը միաձայն ինձ ասեցին, որ Լուսինե ջան, շատ չբարձրացնես, կամանց իջացրա, ես ասեցի, որ իմ ինկուբատորի մոզգը կամանց իջացնում, այսա ցույց տամ։ 2 թիվ պահում է միշտ, այսինքն 37 ու 8 է։ Խոնավությունը 51 է։ Իսկ ամբողջ այս ինկուբատորի մեջի տարածքը սրան չենք խափնվում երեխեք, այս դաչիկը մեզ պետք է, որ մոտավորապես ոչ 100%-անոց ինկուբացիա չի լինում, ինկուբատոր չի լինում, չկա տենց մարդ, եթե տենց մարդ ասեց, ուրեմն հեքիաթ է պատմում։ Այս ամբողջ տարածքի մեջ 30 տաքությունը 37 ու 9 է, ամբողջ ինկուբատորի մեջի տաքությունն է, իսկ ստեղ կրճեպի ձվի վրայի տաքությունն է, 2 թիվ գողանում է, այսինքն 37 ու 7 կամ 37 ու 8 է, էդ էլ եղանակ ընդհանրապես չի փոխում, նենց որ չվախենաք։ Պտտելը նորից եմ կրկնում 2 ժամը 1, իմս ավտոմատ 2 ժամ 1 պտտում է։ Էս էլ է սենց երեխեք ջան, հաշվեմ 23-ից 8 օր, 24-ից հաշվեմ 7 օր ու չոտքի գնում է։ Էլ պետք չի որ դառնա 8 ու 1, սենց, չէ, արդեն 2 օրից կբացեմ ես, 2 օրից հա, 10-րդ օրը կբացեմ 10 րոպե, երեկոյան կբացեմ ու եթե այդ պահին կպահեմ ցույց կտամ, մինչև մաքուր օդելները արագ կտեսնեմ, որը բեղնավորված է տիրոջ օշնությամբ, կմնա, որը բեղնավորված չի, բնականաբար անելիք չունի ինկուբատորի մեջ, սենց։ Հույսով եմ աքլորները գոնե մի բան բեղնավորել են ստեղ, հույսով եմ, մնացածը սաղ ինչ լինում է ինձանից կախված, ես նայում եմ, մնացածը ինձանից կախված ստեղ ոչ մի բան չկա։ Ուրեմն Դիլիջանից, երեխեքիս ասեմ լույս ան գնում վրես, Դիլիջանից հետևորդս զանգեց, անունը Սյով էր, հետևորդս զանգեց, ինձ 2 տղամարդ, հա, ինձ 2 խորհուրդ տվեց, ինքն էլ ասեց 21-րդ օրն է դուրս գալի, անդադ դնում է ինքը վաճառում է, իրա համար է դնում երևի վաճառում է, ինձ 2 խորհուրդ տվեց, ասեց ես տեսա քո ինկուբատորը, 2 մի վախեցի, ինքն էլ ասեց, ինքը ինձ խորհուրդ տվեց, էլի էին խորհուրդ տվել, ասեց եղանակ չի փոխում, որ ես ասել էի ես սխալ եմ արել, սենց հանել եմ ձվին, սենց մի քանի ժամ լամպի տակ եմ դրել, սենց սառուտակ եմ արել եւ այլն, կես ձուն գոլ ա եղել, կեսը տաք ա եղել, սենց խախտումներ եմ արել, ես չգիտեմ, вообще կլինի ինկուբատորի մեջ ճուտ թե չէ, ասեց մի վախեցի, մի օրը ոչ մի եղանակ չի փոխում։ Մնացածը աքլոր է, ինքն էլ ասեց 8 հավին, չէ 8 հավին մի աքլոր եմ միշտ պահում, որ ճտահանությունը ընտիր դուրս գա, ես կմտածեմ մեր Սամվել էր,
իրամ խորհրդին այս ակլորներից հաստատ կլինի, ճիշտ է, մենք հավանականությունը հարևանուս հետ քչացրել ենք, որ շատը հավդուս գա, ու այս չի զգար ասես 100% ոչինչ չի լինում, այս ակլորներից շատ կպահեմ։ Հիմա ափսոս ակլոր ծախող կա, բայց չեմ կարա առնեմ, կգզեն իրար կսատկացնեն։ Լուչե իմ ունքից շատ կպահեմ այս անգամ, կհետևեմ մեր Դիլիջանի եղբոր խորհրդին անպայման կհետևեմ։ Կփորձեմ 100%, ես սիրում եմ փորձարկումներ։ Չեմ հիշում մեր եղբորանուն ինչ էր, Սերոժ, թե Սամվել, կներես եղբայր ջան, որ չեմ հիշում, շատ շնորհակալ եմ, որ դուք զանգահարեցիք ձեր թանկ ժամանակը, չխնայեցիք, զանգահարեցիք եւ խորհուրդներ տվեցիք, բայց ես մի բան կխնդրեմ, որ ձեր խորհուրդները գրեք կոմենտարիաների տակը, որ իմ երեխեքն էլ, իմ ժողովուրդն էլ տենա, ըտենց դնի, ըտենց անի, իրանց էլ լավ կլինի, իրանց էլ օգուտ կլինի։ Խնդրում եմ եղբայր ջան, եթե ինչ որ խորհրդի բան կա, կոմենտարիաների մեջ գրի, որ իմ ժողովուրդն էլ տենա, կարդա, ինքն էլ օգտագործի այդ խորհրդից։ Շնորհակալ եմ նախապես։ Այսպես մի պուճուր ձենա հանում, տեսեք, պտտեց։ Տեսեք երեխեք, կամանց երբ իրան պետքա, ինքը բարդացնում է։ Հիմա 37.9 ընտիր վիճակա։ Ստեղ էլ ցույց է տալի ընդհանուր ինկուբատորի մեջի տաքությունը 8.1։ Պետք չի հեծանիվ հորինել, այն արդեն հորինված է, պատրաստի ձեզ ինկուբատորը տրված է։ Էնպես որ ինստրուկցիային գրքին ձեր ինկուբատորի նայեք, կարդացեք ու ոչ կպեք, ոչ ձեռնահարեք։ Այս հեծանիվը արդեն սարքած է, տված է, հորինված է ձեր համար, մեր համար։ Մի երկու հարցի էլ պատասխանեմ, ձեր հարցերին եմ պատասխանում։ Նարնե, բարի լույս, Լուսինե ջան, թող ձեր օրը բարեհաջող լինի, թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր գործերը, ամեն Նարնե ջան, ձերն էլ։ Բալասան, շնորհակալություն Լուսինե ջան, փառավորվի Աստված, այո, փառք Աստծո, փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Մարինե, ուրախ ենք քեզ տեսնել, առողջ եւ առույգ։ Ապրես Մարինե ջան, Ալամ, շնիկ Ալամ։ Ամեն, Տերը օժնի քեզ, բոլորիս, առանց Տիրոջ կյանք չկա, Լուսինե ջան, այո, ամեն, համաձայն եմ, այո, առանց Տիրոջ կյանք չկա։ Գիտեք ինչ, ամեն ինչը կարող ես ստեղծել միայն Տիրոջով օժնված լինես ու ստեղծածդ պահես, պահպանես Տիրոջով, որովհետև Տերն է տալիս։ Առանց Տիրոջ բոլորիս մոտ դատարկություն է։ Ես այտենց գիտեմ, ես որովհետև միշտ կամակոր երեխա եմ եղել, միշտ ամեն ինչ ուզեցել եմ ու չեմ հագեցել ու չեմ հասկացել դա ինչից է։ Երբ Տիրոջը հանդիպել եմ, ապաշխարել եմ, բարիշել եմ, սենց ասեմ, բարիշել եմ Աստծո հետ, ես էլ ոչ մի բանի փնտրտուքի մեջ չեմ ընկնում, չեմ ասում էսի են եմ ուզում, էնի եմ ուզում, հա, մարդ ես, ամեն ինչ էլ ուզում ես, է չի, այսինքն հագեցված ես լինում։ Էլ ոչ մի բանի փնտրտուքի, սենց կարճ ասեմ, փնտրտուքի մեջ չեմ լինում։ Նարնե, ամեն Նարնե ջան, հարուտ։ Բարև Լուսնե ջան, իմ ճագարը կերի փոփոխության պատճառով ձակ պիտի ունենար, բայց չունեցավ։ Այո, միանգամից կերի փոփոխությունից ստրես ա վերապրում, լուծ անգնում, նենց որ ռեսկի ես դրա համար միշտ տվել եմ ճագարի են ամենաթանկարժեք, լավ կերը, յոնջայով կերը ու մինչև հիմա էլ տալիս է, մինչև ձակ ունենալը այդ բարձրա Իրանը ավելի բարձր է, կարող է մի 50-100 դրամի տարբերություն լինի, բայց բարձր է այդ ամեն ինչը, որը մոր կատնատվությունը, ամեն ինչը ազդում է, կարա լինի, Հարութ ջան, կարա լինի, եղբայր ջան, կաննակարա, Գարի, հա, որ ասել եմ են թեփի անունը ցորենի նման ինչ է, Գարի, հա, ճիշտ է, Գարի, հիշեցի, Գարի է,
Մարինե, բարև Լուսնե ջան, բարև Մարինե ջան։ Լյուդա, Լուսնե ջան, ուրախությունով ճուտիկները դուրս գան։ Ես էլ էի ուզում առնեի, դնեի, բայց ռիչ չարեցի, մտածեցի ավելի լավ առնեմ, ձեզ ուրախ օր եմ մաղթում։ Չհասկացա, Լուսնե ջան, ուրախությունով ճուտիկներ դուրս գան, ապրեք շատ, Լյուդաքուրիկ ապրեք շատ, Լուսինե ջան, ուրախությունով ճուտիկներ դուրս գան։ Ես էլ էի ուզում առնեի, դնեի, բայց ռիսկ չարեցի, մտածեցի ավելի լավ առնեմ։ Ձեզ ուրախ օր եմ մաղթում։ Ձեզ էլ ուրախ օր։ Առողջ եղեք։ Ամենակարևորը երեխեք առողջ լինենք, մնացածը ձեռի կեղտա, այսօր ես կկորցնենք, վաղը կորցնենք, աշխատողը, ստեղծողը մենք ենք, ամենակարևորը առողջությունը լինի, առողջ լինենք, որ կարողանանք, մի քույրիկ գրել էր, չեմ հիշում, կարևորը առողջ լինենք, պինդ լինենք, մնացածը ստեղծողը մենք ենք, այո, մնացած ստեղծողը մենք ենք, կարող ենք էլի դնել, առնել, վերցնել, տնկել, փորել, միայն առողջ, եթե առողջություն չես ունենում, աշկիդ ոչինչ չի գալի, ես գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Լյուդա, սիրտիկներ Լյուդա ջան, բալասան սիրտիկներ, բալասան քուրիկ սիրտիկներ, նույնը ձեզ։ Մարինն է, օրերը տաքանում է ու գործերը շատանում, էլ դուսուս։ Արդեն տուն մտնում եմ ժամը 8-ին, 8-անց, տղամարդու նման առավոտ դուրս եմ գալի, երեկոյան մտնում եմ տուն, պլյուս հլը տղամարդը բարկում հանգստանում է, ես ճաշմաշը տուն եմ մաքրում, պիլասոսում տուդիմ սուդիմ, մինչև չպիլասոսեմ ուզում է գիշերվա ժամը 3-ն ելնի, ես չեմ քնում, խարակտեր տակոյ։ Լևոն, ընդհանրապես 10 հավին Լևոն, երևի Սերոժա է ասում, չէ ասում, երևի այս Դիլիջանի մեր եղբայրն է Լևոնը։ Լևոն, ինձ էլ նույն բանն ասի, դրա համար կասկածեցի Դիլիջանի հետևորդը, որ զանգեց ինձ 2 խորհուրդ տվեց, ընդհանրապես 10 հավին մի աքլորա, բայց ճիշտը կլինի 8 հավին մի աքլոր, 95 հավին 11 աքլոր են։ Կփորձեմ, էդ է կփորձեմ։ Պրոստը ինչքան աքլորը շատ ալնում, աքլորին խանգարում է, մեկը թռնում է հավի վրա, շատ եմ նկատել, մեկը գալիս է խանգարում է, էդ էլ կա, հետո շատ են կռվում իրար գզում։ Դուք ճիշտ եք, պատմեք Աստծո մասին, ամեն, մերսի շատ նանա ջան։ Շուշանիկ, Շուշաննա, բոլորը դուրս գան ճուտիկները, Լուսինե ջան, քոնն էլ երկրորդը որ դնես լրիվ դուրս գան, հետ չնեղվես, գանձս ուղակի ասեցի, բոլորին զանգել եմ, YouTube-ը ոտից գլուխ, են տնտղել եմ, գնա գալիս եմ, Google-ը հայց եմ ուղարկել Google-ին, Google-ը ինձի պատասխանել է 21-րդ օրը, ոնց որ ես դրել եմ յաշիկի մեջ 21-րդ օրը, թուղթ չէ, թղթի մասին չեմ խոսում, ինքը էլի ինկուբացիայի նման է, որ յաշիկի մեջ դնում ես, լույսը կախում ես, պրոստը դու ես ձեռով պտտում։ 21-րդ օրն է, հելը ուղղակի ջերմաստիճանը, դաշե երեք մի հատ YouTube սեղմեցի, մի կին նեղվել էր, որ ой, 19 дней, ой, боже мой, не хочу, уже պրակլով էր գնացել, ծակել էին արդեն ձուն, երեխեք, ճուտիկները այդ կինը նեղվում էր, որ տաքությունը շատ ա եղել, ճուտիկները շուտ են ուզում դուրս գան, որն էլ սատկել էին մեջը, խեղդվել էին մեջը, այդ ջերմա չափը, որ ասենք պտտում է։ Ես այս ձենից եմ լսում, որ պտտում է, մենակ պտտելուց է ձեն հանում, դե թազա է, ոնց որ ճռճռալով, հա, լավ դու պտտի չեմ խանգարում, համենայն դեպս 19-րդ օրը չեմ, դուրս չի գալու, ուրեմն ջերմաստիճանը, բոլորը էդ են ասում, միաբերան բոլորը էդ են ասում, որ տաքությունը, որ բարձր է լինում, ճուտիկները մեջը խեղդվում են, վերջում, ինչքան հիշում եմ, իմ ցուցակի մեջ, կկիսվեմ ամեն վիդեոյում, ինչ ցուցակ է իմ մոտ, հեսա թեկուս կբացեմ կասեմ էլ, ես այդ ցուցակով, իմ ձևով անում եմ։ Շուշանիկս ա գրել, Լուսինե ջան, բարև արևս, բարև սիրտիկ ջան, հրաշք ջան, 104 հատ ձու եմ դրել, դուրս ա եկել 50 հատ ձու, բայց աքլորից ա եղել, այդ հաստատ ա, 100%-ով էլի ասեմ, չենք իմացել, որ այդ ձվերը աքլորով չեն եղել, Լուսինե ջան, իմ ինկուբատորի վրա լրիվ ցույց ա տալի խոնավությունը,
Ցուցատալի խոնավությունը եւ տաքությունը կնոպկա կա վրան 37.8 տաքությունը, իսկ խոնավությունը 74, իսկ ինչ վերաբերվում է հանելու պահը հաշվել եմ 19-րդ օրն է հանում, Լուսինե ջան, սիրունս, քնքուշս ու բարի Լուսինե, բարին դու ես գանձս, բարին դու ես սիրտս, կարող է հաշվարկիդ մեջ մարդ ես էլի շփոթված լինես, կամ էլ տաքությունդ մի պահ բարձրացրած լինի, հետո ճուտիկները ասում որ մի քիչ տաքությունը արդեն որ ինքը պետք է ծակի դուրս գա, տաքությունը եթե բարձր եղավ, ընդ Google-ը սաղ ասում է, էլի ասում է, որ խեղտվում են, շատ ժամանակ որ ճուտիկը մեջը արդեն սատկած է լինում, դա տաքությունից է կախված, ոյ հելաստեց, կեսին չկարդացի, մռութս հրաշքս, հələ դու նայի, բայց համենայն դեպս, որ ասում է հեծանիվ չենք ստրոյց անում, սաղ տոչնի արված է, որտեղ մտա, ուղղակի պիտի ուշադիր լինեք, առաջինը ես ասեցի, ծանոթացեք ձեր ինկուբատորի ինստրուկցիայի հետ, ծանոթացեք ինկուբատորի հետ, կոմենտարիաները այսքան էր, ես էլ ձեզ եմ օշնում, դուք էլ ապրեք, այո, բոլորս էլ օշնված լինենք, բոլորս, հեսա ասեմ, այս մոտավոր իմ սխեման է, ես ուշադիր եմ լինում, ու էսի պտի կամանց, երեխեքիս ասեմ, մոտավոր նայեք, ամեն մեկը իրան, գիտեք ինչքան կա այս սխեմայից ինտերնետում, YouTube-ում, բայց դուք պիտի ասեցի, չէ, ձեր ընտելանաք ձեր ինկուբատորին, ու որովհետև տարբեր ինկուբատորներ տարբեր ֆիրմա են լինում։ Նայեք, առաջի օրը իմը եղել է 38.2, երկրորդ օրվանից եղել է 38, 38, էլի 38-4-րդ օրը, հետո եղել է 34-րդ օրը արդեն 38.9, հետո 5-րդ օրը եղել է 37.9, հետո 35-րդ օրը եղել է 37.8, 6-րդ օրը եղել է 7.7, ու տենց մինչև այս 8-րդ օրը 37.7, 30 սենց դաժե 6 էլ է եղել, սենց ոնց որ կես սեկունդ, հետո նորից բարձրացել, այսինքն ես ոնց հասկացա, իմ ինկուբատորը որ դառնում է 38, ինքը միանգամից իր մոզգը իջացնում է, դրա համար ասում եմ, դապալնիցելնի մի ափսոսացեք, 1300 էր, ասեցի 1000 քանիս էր, վայլբրիսից եմ զակաց տվել, մի ափսոսացեք, դա այն գումարը չի, ձեր գործերի համար, դապալնիցելնի այդ դաչիկը ունեցեք, ինքը շատ է օգնում, շատ գողանում է 2 ցիֆր, շատ դեպքերում տյուտիլքի աշխատում է, ցուցատալի համ ինկուբատորին է, համ իրանը, շատ էլ նմա որ ասենք ցուցատալի, կարոպկի, ասենք ինկուբատորը տարածքի մեջ, օբշի ինչա, ինկուբատորի վրայի թիվը, ցուցատալի իր ինկուբատորի մեջի տաքությունը, բայց որ դու դապալնիցելնի դնես դաչիկը, այ դու կտենաս, որ դու ձուն տաքացնում ես, որովհետև դաչիկի ինկուբատորի ցիֆրը չի ընկնում իրար, 2 ցիֆր դաչիկինը պահում է, ասենք իջա ճիշտն է ցույց տալի, ձվի կրճեպը, ձուն, պարտադիր ձուն, մոտավորապես պետք է իմանաք ինչքան է տաքությունը, ինկուբատորը կարա ցույց տա 38.1, 38.2, բայց իրականում խաշվի ներսում ձուտ, դրա համար պետք է, ու տեից երեխեք, 9-րդ օրը 37.7 է գնում, 10-րդ օրը 37.6, 11-ը 37.6, 12-րդ օրը 37.6, 13-րդ օրը 37.6, 14-ն էլ, 15-ն էլ, նույնը 37.6, 16-րդ օրը 37.5, 17-րդ օրը 37.5, 18-րդ օրը 37.4, 19-րդ օրը 37.2, 20-րդ օրը 37, 21-րդ օրը նույն ձև մնում է 37, ձեռ չենք տալի, ճուտիկները ոչ էլ բացում ենք ինկուբատորը, մինչև վաննան գնում է, ճտերը դուրս են գալի, ուրեմն սկզբից առաջի օրը 55-ից 60 խոնավությունը, կարա մինչև 70-80-90 խոնավությունը գնա, ընտիրա, հետո արդեն դաչիկը, խոսքի ինկուբատորը, իմ նիսուշկան, 55-ից իջելա մինչև դաժե 45-ը, երեխեք, լրիվ ցուցակիս հետ, սավպադայետ, սենց անեմ, ցուցակիս հետ, սավպադայետ, ուրեմն վերջի 18-րդ օրը միանգամից տաք ջուրը լցնում ենք ինկուբատորի մեջ, սառը չենք լցնում, 18-րդ օրը բարձրացնում ենք մինչև 80-ից 100, ընտիրա, իսկ այս ստեղ
արդեն 10-րդ օրը մի անգամ 10 րոպե հանում ենք այս մասնա հանում ենք ինկուբատորը բացում ենք 10 րոպե արդեն ինչա ոնց որ սառեցում ենք ասում ինչ ենք ասում ակլորը ոնց է հելնում մի անգամից թռնում վրից որ ձուն սառեցնում ենք սառեցվում է նորից 12-ին մի անգամ էլի 10 րոպե ուրեմն այդտեղից արդեն 13-ին երկու անգամ 10 րոպե այսինքն կարող եք աբեդ ուժը այսինքն ցերեկը իրիգունը եթե գործի չեք առավոտը սրճեք մրճեք կեթանեն կերակրեք կարա 10 րոպե բացեք 10 րոպե ոչ շատ ցերեկը ձեր հարմար ժամերին 13-րդ 14 օրը 15 օրը 16-րդ օրը երկու անգամ 10 րոպե բացում եք ինկուբատորը հովացնում եք ձուն մինչև 18-րդ օրը երկու անգամ բացում եք ասեցի չէ ամսի 10-ից ամսի 10-ին մի անգամ 11-ին մի անգամ էլի 13-ից 11-ին էլի մի անգամ 12-ից մինչև ամսի 17-ը երկու անգամ սառեցնում եք ձուն 18-ին չէ 19-ին չէ 20-ին էլ չէ դե 21-ին վաբշե ինկուբատորին չեք բացում սառուհով չեք անում որ արդեն ճուտիկները դուրս են գալի էս էլ ասենց երեխեք եթե կուզեք սենց պահեմ այս ցուցակը առաջինից մինչև կարամ սենց պահեմ ձեր մոտ նկարեք հետո դու թեքեք նայեք սկրինշոտ անեք թեքեք նայեք երեխեք ջան Այս էլ այս ցուցակով չոտկի ես գնում եմ իմ ինկուբատորը ինքնուրույն ես այսօր գնացի եղունգներիս եկա տենամ 37.6-ա սավպադայետ 37.6-ա այսինքն ձվի վրա բայց ինկուբատի վրա ցույց էր տալի 37.9 այսինքն երկու ցիֆր պահումը հետո մի քիչ անցավ տեսնեմ քանի սեկունդ արդեն ինկուբատորը 38.1 եղավ բարձրացավ ինքը 37.9 8 7 այդքան իջնում է նորմալ է ես ես իմ ցուցակով գնում եմ ինչն էլ սխալ եթե ինչն էլ չեղավ ուրեմն ակլորները փուստ են կրակում կամ մեկը մեկին կամ քիչ են կամ մեկը մեկի խանգարում են որտեղ մեկ-մեկ նկատել է մեկը թռնում է մեկը գալիս է դրա այդ կռիվ անում հավերս էլ այն որ պրինց եմ ասում երեխեք ջան վախում են այս իջա այստեղ սուպերմարկետ կա արևտուր անելու տենց ասեցի ես չեմ հասկանում ես ինչ խնդիր է այս խեն տենա սաղ ակլորներն են տենց իրար հետ կռվում կամ հավը գզումը հավս վախումը ասեց համերոնք էլ են իմ ակլորներն էլ են տենց անում ասի խեղճ հավերս բնից կանչում եմ դուս չեն գալի մի քանի հատը վախից որ կեր ուտեն այդից վախենում են բմբլա հանա անում այսինքն վզներից բռնում վախում են այդ հավերս այդ որ ինչ էլ ոնց էլ լինի ակլոր կլինի ակլոր ստեյջ շատ կպայեմ ինձ թվում է պրինցին որը տենց բանա առաջ շատ խելոք էր հանգիստ էր սա երեխեք հավերս քաչալացել են այդ բմբուլ թողելը չի իրանք բմբուլել են թողե բանել են արել բայց ոչ էս կարգի պոկրտմա վերջը կհանեմ հաստատ արանքից սրանք կմեծանան ոնց էլ լինի հաստատ ակլոր կունենա կհանեմ դրան արանքից ինը այս կես սպիտակը խելոք է այս բաներ չի անում այսինքն նկատել եմ որ էսի թռնումա հավերը ղժում են այն մեկը գալի խանգարում հավերին փրկում է ուշում գլուխները ձեր չցավացնեմ ինչ լինում է արդեն ասելի Շուշանիս մնացածը ակլորի գործնա ու երբ իր սխեման իր գիրքը կարդացի որ նիսուշկան ինքը ասում է որ 90%-ը ինկուբատորը չոտկի աշխատում է всё սխեման լրիվ ինքը տալիս է 90%-ը կախված է ակլորներից այնց որ երեխեք ջան եթե կամ ձուն առել ենք կամ ձուն մերն է քիչ հաճուտիկներ եղել ոնց որ իմ Շուշանիս ուրեմն մեր ակլորներից է այն որ ասում է շատ ժամանակ ժողովուրդը գցում են ինկուբատորի վրա ոչ ինկուբատորը մեղավոր չի որովհետև սխեման լրիվ տված է այնց որ հեծանիվ չենք սարքում հեծանիվ չենք հորինում արդեն հորինված է սարքած է տված է մեզ դա ակլորներից է կախված այնց որ Շուշանը ճիշտ է ասում լրիվ կախված է ակլորներից կարող է իմ ակլորները լավ աշխատած լինեն լավ աշխատած չլինեն կամ ուրիշից առնեմ վաճառողը հո չի ասելու ինկուբատորի ածախումա թանկ ասում է ինկուբացիայի ձու է բայց որ բերում ես հետո ասում ես ինկուբատորի ձու է ասում է դե ակլոր մի հատա երկու հատա բատանաշ են ես քեզնից ձու եմ առել բան չես խափում ասում սենց շատերն ասում են հա ինկուբատորի է
բայց բերում ես ոչ, լիշտ վաճառել, ինկուբատորի չի։ Անենց որ երեխեքիս ասեմ, ամեն ինչ է կյանքում պատահում է։ Ինչը լմա ձվին լինի։ Մեկը մենք ստեղծող ենք, արարող ենք։ Հետ չմտածես Շուշան ջան, հաջորդը 104-ը դրեցիր, Քախտեր ջան, 104-ը էլ դուզ գա Հիսուսի անունով հռչակում եմ։ Օշնում եմ քո ինկուբատորը, մեկդ 1000 անի ու բոլորինդ էլ։ Մեկներդ 1000 անի։ Տերը օշնող Աստվածա, Տերը օշնում է աշխատող ձեռքերը, օշնում է քառապատիկը, 60-ապատիկը, 100-ապատիկը։ Անենց որ միայն ասում դու ծրագրի եւ աշխատի, ես կօշնեմ։ Всё երեխեք, այսքանը չերկարացնեմ, բարի գիշեր, օշնված օր, օշնված քուն, թող հրեշտակներ աչի ձախից պահեն, պահպանեն ձեր քունը, խորը քուն տան, առավոտ զորացված, օշնված արթնանաք։ Всё, պատչում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, չմոռանաք երեխեք ջան, ով որ նայում է ինձ բաժանորդագրված չի, արագ շուշուտ հավաքում ենք բաժանորդներին, կասեմ ինչի համար, հերթով, չենք վրազում, անպայման բաժանորդագրվեք, ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք նոր վիդեոներին, благодарю за լայքի, շնորհակալ եմ լայքերի համար։ Всё, այսքանը, գրկում եմ ամուր ձեզի, պատչում եմ առայժմս երեխեք։